Վերջին օրերին Հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու մեր և եկեղեցականության հասցեին արտահայտությունների առնչությամբ։ Սիրելիներ, գիտենք, որ այդ արտահայտությունները հնչեցված վարչապետի կողմից համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակացում, իսկյուրս աշխարհի։ Հավատում եմ, որ Աստուծո ողորմությամբ և օգնականությամբ ձեզ հետ միասին գոհեմորեն առանց ավելորդ հուզականության ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամուր մնացեք ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո և հավատարմության մեջ։ Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել ևս պարտավորեցնում է մեզ եկեղեցականներիս մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ առ ձեզ, առ հայրենին մեր իրականացնելու արդյունավոր կերպով։ Անշեղոր է և մեր հորդորը պիտի լինի միաժամանակ մեր հորդորը պիտի լինի ձեզ միաժամանակ, սիրելիներ, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահել միաբանությունը ազգային մեր կյանքում։ Արցախի համար պայքարը շարունակեք, վեհապար։ Թույլ չտանք, որ